Արմավիրի մարզի շենի գյուղում կրքերը դեռ չեն հանդարտվում։ Գյուղում լարված իրավիճակ է։ Իրավապահները հսկում են գյուղը։ Ինչու իրավապահ համակարգը ժամանակին չգործեց ու 2.5 տարի առաջվա կռիվը վերածվեց սպանության։ Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը Հայաստանի Հանրապետությունից։ Ապրիլի 7-ին այսպիսի պաշտոնական հաղորդագրություն տարածեց ներքին գործերի նախարարությունը։ Ըստ հաղորդագրության ժամը 16:14-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի շենի գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։ ՆԿՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը Արմավիրի մարզի շենի գյուղում ըստ նախնական տվյալների մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։ Ոստիկանները Զվարթնոցի միջազգային օդանավակայանում հայտնաբերել եւ ձերբակալել են Արմավիրի մարզի շենի գյուղի 41-ամյա բնակչին։ Փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։ Ու մինչ իրավապահ համակարգը հայտնում է, թե մեքենան անկանոն վարելու խնդիրն է դարձել հարևանին սպանելու պատճառը, իրականում, սակայն, Արմլուր լրատվականը պարզեց, որ սպանության դեպքը բավականին խորը արմատներ ունի։ Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից։ Արմլուր լրատվականը պարզեց, որ Կարեն Վաչագանի Մարտիրոսյանը 2023 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 21:30-ի սահմաններում Գևորգ Երվանդի Սարգսյանի նույն շենքի բնակավայրի տան բակային հատվածում դանակով հարվածել է նույն բնակավայրի բնակիչ Հովհաննես Եղիազարյանի կրծքավանդակին։ Բժիշկների գնահատմամբ կյանքի համար վտանգավորության հատկանիշ ունեցող հարված է եղել։ Արդյունքում Կարեն Մարտիրոսյանին մեղսագրվում էր հանրորեն վտանգավոր արարքի կատարումը, որը նախատեսված էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նրա նկատմամբ խափանամիջոց էր ընտրվել տնային կալանքը։ Եվ մինչ 2024 թվականից դատարանը գործը կքններ, հարևանների միջև 2.5 տարվա ընթացքում խմորումները շարունակվեն։ Արդյունքում 2026 թվականի ապրիլի 7-ին շենքում հնչեցին կրակոցներ, որի արդյունքում սպանվեց 2023 թվականից տնային կալանքի տակ գտնվող Կարեն Մարտիրոսյանի հայրը Վաչագան Մարտիրոսյանը։ Կրակողը 2023 թվականին դանակահարված Սպարտակ Եղիազարյանի եղբայրն է, որը հիմա կալանավորված է։ Արմլուր լրատվականը զրուցեց սպանության գործով կալանավորվածի եղբոր Հովհաննես Եղիազարյանի հետ, ով հայտնեց մեզ, որ 2023 թվականի դեպքից հետո կրքերը չեն հանդարտվել իրենց գյուղում եւ միշտ սադրանքներ են եղել։ Պարբերաբար իրենք ահազանգել են ոստիկանության 102 ծառայություն, սակայն եկել արձանագրել ու գնացել են, որևէ բան չեն արել։ Ուրեմն ասեմ մանրամասն, որ ավելի լավ իմանալ։ Այո։ Երբ որ դեպքը եղել այդ անհագահարությունը։ Այո։ Հարությունից հետո։ Այո։ Տարի, չէ, արի մեր վրա ցելեն մեքենա քշել, այդ մի 6 ամիս պատեցել են։ Մենք խանութ ունենք գյուղում, երբ որ գյուղից խանութից դուրս են եկել մայրը, կինը, երեխաները, քշել են երեխեքի վրա, իրանք խմելու են հավեցում էին։ Այո։ Երբ ներես ցելեն սադրել, երբ խմաչեները հանգիստ են ապրել, մի քանական փորձել են մեքենայի դեմը դուրս գան։ Ես բնավորություն չավի հանգիստ մարդ եմ։ Անցել գնացել եմ, ասել եմ ճոպոտան չնի, դաժե ես ինքս իմ մասին մտածելով, իմ երեխեքի մասին, որ ես խմորում եմ չի երկարանա, ես գնացել եմ ադարան, ռապիսներ գոյություն ունի, ադարան մատել եմ, որ ես մարկազդ եմ, փողոց չունեմ։ Այո։ Որպիսի ես ամենջը, դաժե դադախազնուզի հարցերս քո վրա ճշում են գործոնտել է, ասեցի ոչ։ Այո։ Համագյուղացի չեմ ուզում բողոք եմ ես մարկազդ եմ։ Այն պատճառը, որ սամություն չլինի հանգարց։ Բայց իրանք այդ որ քշել են ժողովրդի վրա ավտոմոլաշնորհություն են արել, չգիտեմ, ռուսերը վառած, ես ինչ մենոցից մարդը ելա, որ երկու անգամ ահազանգել են 102-ից։ Որ թվականի կհիշեք։ Ընդամենը եկել են, մի հատ տուղթ են գրել, որ եկան հարվածներին գնացին ու իրանց ոչ մի բան, հաջորդ օրը նորից նույն բան, այսինքն օրենքով, թե իրանց բարեկամությունով, թե ինչ-որ ոչ մեկ այդ մարդկանց չպախեց, որ չի կարելի, համ դուք եք այդ մարդուն սպանել, հանրագահար է, ընդից բանի համար։ Ամեն սադրում եք, որ այդ մարդիկ այդ այն այս նրան սպասում եք, որ մարդասպանություն եղնի նոր,
Նոր հիմնոր նոր զանգին ասեն օգնեն կամ չգիտեմ։ Պարոն Եղազյան, կհիշեք որ երբ եք զանգել վերջի անգամ ձեր հարազատները 2024-ին են զանգել, 25 թվականին են զանգել, կհիշեք երբ են զանգել։ Ճիշտ ասած, ես դες կոնկրետ օր չեմ կարող հիշեմ, բայց ամառ են որ զանգել են, ամառ են։ Անցած տարի ամռանը։ Կարելի ասել, հա։ Զանգել են իրավապահներին, տեղյակ են պահել, որ օրինակի համար 102 որ տվյալ մարդիկ նորից սարքում են։ Բացի դրանից, այսօր նորից չես պատկասում գյուղում ինչ է կատարվում, սա քշված միած իրանց են սպանում, իրավապահ մարմինները կանգնած են քշված։ Բռնեք տարի կարասորան, տեվատելը դեն տարին կողտեն տեղա։ Ինի նորից շարունակություն ստանա։ Իսկ ձեզ էին, չէ, անձամբ դանակարությունը ձեզ էր եղել, ձեզ էին վնաս տվել։ Այդ դեպքը ինչ կենցաղային խնդիր էր, զուտ հարևաններ, միմյանց հետ լեզու չգտնելու խնդիր, թե այլ խոր արմատներ կային, որ չէի կարողանում հաշտվել որպես երկու հարևաններ, պարոն Եղազյան։ Ասեմ, ուրեմն ես, Վաչիկ ես, ով հանդիսանում է սպանողը։ Մոտ հարաբերությունների մեջ ենք եղել իրար հետ։ Հարի այս ամենը սկսվել է։ Մեկս մեկից ինչով կարծե օգնել ենք։ Միած գնահատելի պատճառով վերել իրական ու ինտերան վիճել են իրար հետ։ Երբ եկել ատուն երեխուն խփել էին մի քանի հատ դեմքը կարմրազան ասին ճայրն է ասել Վաչիկի տղեկ ետեն կրվել ասի բան չկա տղա չա Վաչիկ ուրիշ մարդ չի երեխա եք այսօր կրվել է պապա բանձի զանգում կանչում դպրոցի հետ է ասի կանի հելը մետավ տենամեն մայր երեխեքին սեմել եղեք ճանամը չդուք իրար եք հեջ ու դավին ունեն հելել են քնած եմ եղեք քնածը տեղից եմ հելել է կորսկսի ակր գնացել եմ երեխեքին նախատենալը ասել է բրապան ու չապտին ասել է ասել ինչ աղերում կոբալ ասի երեխեքին Հեջ աղը, մի ատեսել ես երեխեքին ասեմ ասել վերջան այդ անդան իրանց տուն գրգեմ համին է տանեմ տուն Մոտիկ ատվակ էդ երեխուն ասեք ասեց համին իրան լավ չի պահում Աղտերս ասեց հովոտ ջան ասեց երեխա են ծրանք Էլ այդանք Վաչիկի գգանքում կկանչենք մերանք ասեք արա Վաչիկ ջանամոտա գնա դուք երեխուն մեր բանս ամենք էլ համին իմ երեխուն ասել ախովքը Վերջան այդ եղբայրը խմած եկավ հարցակվան բրները Վեջ դավի կաշու խպել իրար Պեսյան, վեջը պրկավ Մենաց խոսում ենք, հանգիստ իրա հերը եկա, Վաչիկ եկա, խմած, հարցր էտ ինչ աղեղ է, ասի ոչ մի բա, Վաչիկ ջան, երեխա եմ, վիճել են իրա, դա ամեն դեպքում լավ երեխա չես դասիրակ է ու խոսքը մնաց բերանս, այդ էքսս գիշերով, ոնց այդ հարվածնես չգիտեմ, են որ մերած ուզի ասմեն հիվանդանով, դրկնի, հետ էդ եղբայրը տատար են հիվանդանով, այդ ողորն սպանել է։ Պարոն Եղազյան, ձեր եղբորը այդ օրը ինչ եղավ, մեքենան այդ ինչ էլի նույն ձևի ոնց որ մի սադրել էին, այդ դեպքն էր եղել, հա, անդադ տենց գնացել եկել էին մեքենան, չէին հաշտվում տնային կալանքի հետ իրա որդու հետ, որ որդին Կարենը ասում էին միշտ ասում էին, որ եւ մեր երեխեն պետք է տանոցի, ձեզից մեկն էլ պետք է մեր հետ կանոցի։ Դաժե տեսնում են մեզի ձեզի մադաղ ենք անելու, չի կարելի ասենք, սենց չի էլի, օրինապապ մարմինը, այս ամեն ինչ եկավ նրանից, որ օրինապապ մարմինները ճիշտ աշխատավ, եկավ սպանությունը, որ եկան ասին էս սպանությունն եղավ, մինչև անգամ բաժին է զանգարող աղեղ, որ արեք, տերեր եք, սրանց խմում ելում են, մտում են Արմավիրի բաժնի մասին է խոսքը, Արմավիրի ոստիկանության բաժնի Որ բաժին եք զանգել, 102 է զանգել 102 Արմավիրի բաժնի աշխատակիցներ էլ ասել են, որ ամենակամ էս վիճակն է, եկեք տերևեք, Այսինքն, եթե իրավապահ համակարգը ժամանակին գործեր, ահազանգերին ականջալուր լիներ, ի վիճակի լիներ նախականխել ու կանխել հնարավոր հանցանքը, ապա այսօր շենքում սպանություն չէր լինի, բայց ոստիկանությունը ոչինչ չի արել նոր սպանությունը կանխելու համար, թեև ստացել է ահազանգերը։ Ամնուր լրատվականը զրուցեց նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ, պարզելու թե ինչու քաղաքացիների զանգերին պատշաճ ընթաց չի տրվել ու արդյունքում 2023 թվականի հարևանների դանակարությունը վերածվեց սպանության։ Ի պատասխան ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ամնուր լրատվականին հայտնեց. Ձեր նշած բովանդակությամբ որևէ ահազանգ Արմավիրի թե մարզային վարչությունում քրեական ոստիկանության եւ թե տարածքային համայնքային ոստիկանության ստորաբաժանումում որևէ ահազանգ կամ հաղորդում չի գրանցվել։ Այսպիսով, քաղաքացին պնդում է, որ ահազանգ է հնչեցրել, ոստիկանությունում չեն հաստատում։ Ափսոս էր մարդկային կյանքը։